2023 թվականի մայիսի 26-ին Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենը Արմեն Իսահակյանը ինձ տվել է աշխատանքից ազատման հրաման։ Դրանից 2 ամիս առաջ ինձ տրվեց աշխատանքից ազատման ծանուցում, որ հնարավոր է, որ ես տեղափոխվեմ այլ աշխատանքի կամ փոխվեն իմ աշխատանքային պայմանները և 2 ամիս անց ազատվել եմ աշխատանքից։ Աշխատել եմ որպես կլինիկական հոգեբան կենտրոնում 2014 թվականից, աշխատել եմ բոլոր բաժանմունքների հետ, տարբեր տեսակ հիվանդների հետ։ Ազատմանս պատճառը ես այդպես էլ չհասկացա, որովհետև ինձ չտրվեց ոչ մի հիմնավոր, այսպես պատասխան, հարցիս թե ինչի է ինձ հետ այդպես վարվում և ինչի է ամբողջ հաստիկացուցակից մոտ 568 հաստիկացուցակի կենտրոնի միայն ու միայն կրճատվել իմ հաստիկը, չստացա որևէ հիմնավոր պատասխան։ 3 անգամ դիմել եմ մարզպետարան, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, քանի որ ծանուցմանս մեջ նշվում էր, որ Շիրակի մարզպետի որոշմամբ է կրճատվում իմ հաստիկը։ 1 անգամ ընդունելություն է եղել և հանդիպել եմ մարզպետի հետ բանավոր, 2 անգամ ունեցել եմ գրավոր հարցումներ, թե ինչն է պատճառը, որ ես ազատվել եմ աշխատանքից, մինչ օրս չունեմ հիմնավոր պատասխան, իսկ հարցիս մի օր թե տնօրենին, թե բժիշկ ջան, ինչն էր պատճառը, որ ինձ ուզում եք ազատել աշխատանքից, ինչի եք տվել ծանուցման հրաման, պատասխանեց, որ ինձ ստիպում են, ես չեմ կարող քեզ պահել։ Որն էր պատճառները, ես չհասկացա, իմ կարծիքով կար որոշակի միտումներ, որոշակի պատճառներ, ճիշտ է, չի բարձրաձայնվում, բայց իմ կարծիքով այս ամենը նաև կապված է իմ քաղաքական հայացքների հետ։ Իսկ հաստիկացուցակը բավականին մեծ է, կրճատվում է միայն իմ ու իմ հաստիկը, ես կարող եմ հակված լինել այդպես մտածելու։ Դրանից առաջ խախտվել է իմ աշխատանքային պայմանները։ 2023 թվականի հունվար ամսին հիվանդանոցում կատարվելիք որոշ փոփոխությունների հետ կապված ես 4-րդ հարկի ինձ տրամադրված աշխատասենյակից փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի այսպես որոշմամբ իջել եմ նգուղ մերսման և ֆիզիոթերապիայի կաբինետ, որտեղ չկար ոչ օտատար համակարգ, ոչ պատուհան։ Բացի ինձանից կաբինետում աշխատում էին 2 բուժքույրեր, այդտեղ ստեղծվել է միտումնավոր, կարող եմ պնդել, միտումնավոր, ոչ աշխատանքային ինձ համար պայմաններ, 2-3 անգամ դիմել եմ բանավոր տնօրենին, որպեսզի տեղյակ պահեմ կատարվելիքի վերաբերյալ, զեկուցագիր եմ գրել, զեկուցագիր գրելուցս հետո, ուրեմն կենտրոնում կազմակերպվել է այսպես ասած չագեշտավոր էթիկայի նիստ, նիստի ժամանակ ոչ մի այսպես արդարոց բան չի կատարվել, ուղղակի ենթարկվել է այսպես խմբակային հարձակման, բառերի իմաստով եմ ասում, այսպես խոսքային հարձակման, որից հետո ես ստացել եմ խիստ նկատողություն։ Դիմել եմ դատարան և հաստիկս վերականգնելու և խիստ նկատողությունը չեղարկելու համար։ Մի տարի էլ դատական պրոցեսների մեջ եմ։ Այս պահին ինչ փուլում է ձեր գործը, ինչ հաջողվեց ձեզ այս ընթացքում։ Ուրեմն առաջի աջանի դատարանի վճիռը արդեն եղել է, ճիշտ է, դեռ չեմ ստացել, հաստիկս չվերականգնվեց, ինձ միայն դատարանի որոշմամբ պետք է տան մի տարվա, այսպես ասած, պարաբուրդ և մի տարվա չէ, 10 ամսվա էլ, ինչքան հասկացա, կոմպենսացիա, քանի որ չի իմ հաստիկը վերականգնվել, բայց ես նորից եմ բողոքարկելու որոշումը, պիտի պայքարեմ իմ իրավունքների համար։ Ասեմ, որ հոգեբանի դերը միշտ մեծ է եղել,
մեր հասարակության մեջ, ճիշտ է, այդ կուլտուրան նոր է սկսում զարգանալ, բայց աշխատելով մոտ 10 տարի, 9 տարի կենտրոնում, 9.5, նշեմ, որ ոչ մի խնդիր չեմ ունեցել ոչ իմ կոլեկտիվի հետ, ոչ գոլեգաների հետ, ոչ հիվանդների հետ, միշտ պատշաճ կատարել եմ բարեխղճորեն իմ աշխատանքը, սիրով, մեծ հաճույքով, որովհետև շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, ասեմ, որ հիմա ավելի շատ է հոգեբանների դերը և կարիքը մեր հասարակության մեջ, կովիդից ու պատերազմից հետո ավելի կա պահանջարկ հոգեբանների, մարդիկ ունեն բազմաթիվ առողջական խնդիրներ, իսկ հիվանդանոցի համար, ինչպիսին է Գյումրի բժշկական կենտրոնը, այդպես խոշոր կենտրոնի համար, ինձ թվում է մի կլինիկական հոգեբանը այդքան էլ շատ չէր, այսօր բավականին էլի եմ կրկնում մեծ է պահանջարկը, այսօր ավելի շատ են մարդկանց հոգեբանական խնդիրները, մեր հասարակությունը ունի մասնագետների կարիք, մեր հասարակության բոլոր անդամները գրեթե ունեն հոգեբանական այսպես խնդիրներ և էլի եմ կրկնում մի հաստիկը կլինիկական հոգեբանի այդպես խոշոր բժշկական կենտրոնում դա շատ չէր և ավելնորդ չէր, ինչպես բոլորդ գիտեք, դա մի կենտրոն է, որին միավորվել էր այսօր քաղաքի բոլոր բուժ հաստատությունները, հիվանդանոցները, իսկ ինչն էր պատճառը, ես ինձ համար պատասխան ունեմ, ինձ թվում է, որ իմ քաղաքական հայացքները։ Իսկ հիմա Տիկին Բաղդասարյան, որն է ձեր ակնկալիքը։ Ումից։ Թե հիվանդանոցից, թե այսպես դատական այցաններով եք անցնում արդարադատություն։ Հիվանդանոցից ոչ մի ակնկալիք չունեմ և չեմ կարող ունենալ, քանի որ մենք այս իրականության մեջ ենք, իսկ դատարանից էլ ոչինչ չեմ պահանջում, պարզապես կփորձեմ վերականգնել իմ խախտված և ոտնահարված իրավունքները, թե որպես մասնագետ, թե որպես մարդ։